Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երկի 7-րդ գլխի տեքստերը, որտեղ վերջի թեման դա ինչպես տեսանք 12-րդ տեքստն էր, որը ինքը բավականին բարդ կառուցվածք ուներ եւ վերջին անգամ քննարկումների ժամանակ մենք այդ տեքստը ավարտեցինք Գերագույն Աստծո անձնավորությանը ծառայություն մատուցելու արվեստը կամ ընդհանրապես այդ երևույթը բազմակողմանի քննարկեցինք, ինչքան որ դա հնարավոր է այս պահին, որովհետև ավելի մանրամասն այդ բոլոր կետերը, որը մենք թվարկել ենք, մենք կքննարկենք ավելի ուշ եւ շարունակում ենք մեր քննարկումները այսօրվա մեր տեքստն 13 եւ 14-րդ տեքստերը։ Եվ այսպես Շրիմադ Բհագավատամ 3-րդ երկ 7-րդ գլուխ տեքստեր 13-14։ Երբ կենդանի էակի զգայարանները բավարարվում են գերհոգու Տիրոջ անձնավորության մեջ, ով իր բոլոր գործողությունների վկան է եւ միաձուլվում են Տիրոջ հետ, նրա բոլոր տառապանքները ավարտվում են, ինչպես խորը քնից արտանալուց հետո։ Պարզապես տրանսցենդենտալ անունը, ինչպես նաև Տիրոջ անձնավորության Շրի Կրիշնայի կերպարը, նրա գործունեությունը եւ այլ նկարագրող պատմությունները կրկնելով եւ լսելով մարդ կարող է ազատվել իր անվերջ տառապանքներից։ Ինչ կարելի է ասել նրանց մասին, որոնց մեջ արթնացել է Տիրոջ լոտոսային ոտնաթաթերի անուշաբույր փոշում ծառայելու ձգտումը։ Ինչպես տեսանք, 12-րդ տեքստը ինքը իր մեջ պարունակում էր process, այսինքն երբ որ հնչեց երբ բառը, դա նշանակում է, որ գոյություն ունի process, որի սկիզբը քննարկվեց 12-րդ տեքստում, որտեղ խոսքը գնում էր նրա մասին, որ կենդանիակները իրենք աշխարհից հրաժարվելով նվիրում են իրենց Տիրոջը ուղղված նվիրված ծառայությանը։ Հիմա այստեղ խոսքը արդեն գնում է փաստացի նույն բանի մասին, որտեղ զգայարանները ղեկավարելը ուրեմն դա բերում է հրաժարման, չէ՞, իսկ այստեղ արդեն առաջ է գալիս մի նոր երանգ, որովհետև այստեղ խոսացվում է ոչ թե հրաժարման մասին, այսինքն ոչ թե ինչ-որ այսպես էլի չոր ներքին վիճակի մասին, որտեղ կենդանիակը ինքը ուղղակի հրաժարվում է նյութական աշխարհից, որովհետև գիտակցում է նյութական աշխարհի ապրողների հետ հարաբերությունների բարդությունները եւ անկատարելությունը, եւ այստեղ երբ որ խոսքը գնում է հրաժարման մասին, դա այսպես տրամադրությունների տեսանկյունից բավականին չոր տրամադրություն է, չէ՞, երբ որ կենդանիակը ինքը ընդհանրապես որտեղ հրաժարում, դա նշանակում է, որ կենդանիակը իրեն թույլ չի տալիս ոչ մի կապվածություններ, իսկ սա նշանակում է, որ ինքը իրեն թույլ չի տալիս էմոցիա։ Շատ հաճախ իմպերսոնալիստները այս վիճակը կոչում են շանտի, այսինքն բացարձակ խաղաղության, բացարձակ հանգստության հասած իրավիճակ, եւ մենք տեսանք, որ 12-րդ տեքստը ինքը խոսեց նրա մասին, որ այն կենդանիակները, որոնք իրենք հրաժարվում են նյութական աշխարհից, իրենք կարողանում են աստիճանաբար ազատվել եսի մասին իրենց սխալ պատկերացումներից, չէ, եւ ստանում են Գերագույն Աստծո անձնավորության ողորմածությունը, որի հաշվին կարողանում են ուրեմն ծառայություն մատուցել Գերագույն Աստծո անձնավորությանը։ Ընդհանրապես պետք է հասկանալ, որ սովորաբար նորեկները այս թեման ընկալում են իրենց համար որպես ոչ թե այս թեման ընկալում են մի քիչ այսպես խեղաթյուրված։ Ինչի մասին է խոսքը։ Խոսքը գնում է նրա մասին, որ սկսնակը ինքը միշտ մտածում է, որ եթե ինքը վերցրել է հոգևոր կյանքը եւ
հետևում է, փորձում է հետևել ուրեմն Գերագույն Աստծո անձնավորության պահանջներին, ապա Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը պարտավոր է տալ արդյունքներ։ Ինքը պարտավոր է տալ արդյունքներ, չէ, եւ այս տրամադրությունը ինքը իրականում շատ դեպքերում հրահրում է Գերագույն Աստծո անձնավորությանը, որպեսզի ինքը հաստատի այդպիսի կենթանիակի այսպես բանականության մեջ, հա, այն գաղափարը, որ իրականում ինքը բացարձակ ազատ անձնավորություն է, կարող է իրեն թույլ տալ վարվել այնպես, ինչպես որ ինքը հարկ է համարում, եւ կա մի այսպիսի խնդիր, որ իրականում կենթանիակները ամեն ինչ ստանում են Գերագույն Աստծո անձնավորության ողորմածությամբ, այլ ոչ թե որովհետեւ ինքը որևիցե մեկին, որևիցե մի բան պարտք է։ Չէ, եւ մենք տեսնում ենք, որ Բhagavad Gita-ում 3-րդ գլխում հենց այդպես էլ ասվում է։ Հենց այդպես էլ ասվում է, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ասում է Աջունային ես ոչ մեկին, ոչ մի բան պարտք չեմ եւ չունեմ ոչ մի պարտականություններ։ Ես չունեմ ոչ մի պարտականություններ, բայց ես վերցնում եմ ին վրա աշխարհը պահպանելու պարտականությունը, որովհետեւ եթե ես դա չանեմ, աշխարհում կտիրի քաոսը։ Հասկանում եք։ Եվ ուրեմն Գերագույն Աստծո անձնավորությունը անցյալ տեքստը մեզ պետք է այդ հասկացողությանը բերեր, որ իրականում եթե նույնիսկ կենթանիակը ինքը հասնում է հրաժարման, միևնույն է նվիրված ծառայությունը Աստծո հանդեպ միշտ ձեռք է բերվում միայն Գերագույն Աստծո անձնավորության ողորմածությամբ։ Այսօրվա մեր տեքստը ինքը թեմայի մեջ մտցրեց մի այլ երանգ, որովհետև եթե 12-րդ տեքստում խոսքը գնում էր հրաժարվածության մասին, ապա 13-րդ տեքստում խոսքը գնաց բավարարվածության մասին։ Այսինքն ինչի մասին է այստեղ խոսքը։ Մենք ձեզ հետ քննարկեցինք, չէ, 12-րդ տեքստում, որ երբ որ կենթանի էակը ինքը ճիշտ գնահատում է նյութական աշխարհը, որը իսկ որն է այդ ճիշտ գնահատականը։ Կենթանի էակը ինքը հասկանում է, որ նյութական աշխարհը ենթարկվում է 3 գունաների օրինաչափություններին։ Եվ դա նշանակում է, որ ինքը ատելության, կրքերի, այսինքն թշնամանքի, մրցակցության եւ լավագույն դեպքում էգոիզմի մեջ կոմպրոմիսների աշխարհն է, որ արդեն մենք կոչում ենք առաքինություն, չէ, բայց իրականում ես միշտ ասում եմ, որ նախնական առաքինության գոյավիճակի մեջ կենթանի էակի ցանկությունները չեն տարբերվում տգիտության կամ կրքերի գոյավիճակների մեջ գտնվող կենթանիների ցանկություններից։ Առաքինիները նույնպես ուզում են լինել այս աշխարհում երջանիկ, ուզում են ունենալ գեղեցիկ, առողջ մարմին, լավ երեխաներ, չգիտեմ, լավ ամուսին կամ կին, բարեկամներ, լավ աշխատանք, բարեկեցություն եւ այլն եւ այլն։ Ցանկությունները նույնն են։ Տարբերությունը ընդհանրապես այն մեթոդների մեջ է, որ շնորհիվ որոնց անձնավորությունը ինքը իրականացնում է իր ցանկությունները, չէ՞։ Եվ ուրեմն այստեղ առաջ է գալիս այդ գաղափարը, որ այդ կենթանիակները իրենք գունաների ազդեցության տակ ինչ որ հարաբերությունների մեջ են եւ խորասուզված են։ Իրենք խորասուզված են իրենց կապվածությունների եւ ատելությունների մեջ։ Երբ որ կենթանիակը ինքը սկսում է գիտելիքի հիմքի վրա իմաստություն զարգացնել, չէ, այդ իմաստությունը ինքը ավարտվում է նրանով, որ կենթանիակը ինքը հաստատվում է հրաժարման մեջ։ Այսինքն ինքը գնահատում է, որ նյութական աշխարհում, հիմա այստեղ շատ կարևոր է, իր նյութական մարմնին, չէ, ոչ ինքն է արժանի, որ որևիցե մեկը կապվի իր նյութական մարմնին, եւ ոչ էլ որևիցե մեկն է արժանի, որ ինքը կապվի որևիցե մեկի նյութական մարմնին։ Եվ դա բերում է հրաժարման կատարելության։ Հիմա այս տեքստում, այսօր մեր կարդացած տեքստում, 13 տեքստում, մենք տեսանք, որ ավելացավ զգայարանները
բավարարված լինելու թեման։ Եվ ընդ որում բավարարված լինելու իմինը գերհոգու մեջ, չէ՞։ Մենք ձեզ հետ շատ ենք խոսացել իրականում Աստծո, այսինքն նախասկզբական Աստծո եւ նրա մարմնավորումների թեմայով, չէ՞։ Ինչի մասին է այդտեղ խոսքը։ Խոսքը գնում է նրա մասին, որ Գերագույն Աստծո անձնավորությունը եւ նրա մարմնավորումները, չէ՞, իրենք տարբեր ֆունկցիաներ ունեն ընդհանրապես։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը նախատեսված է վայելքի համար, համընդհանուր վայելքի համար։ Եվ հենց այդ նախասկզբական Գերագույն Աստծո անձնավորությունն է, որ ստեղծում է հոգևոր աշխարհի իրականությունը։ Այնտեղ բոլոր կենդանիակների զգայարանները իրենք բավարարված են Գերագույն Աստծո անձնավորության մեջ։ Իսկ ասենք նրա մարմնավորումները իրենք կատարում են ինչ-որ ֆունկցիաներ։ Մենք ձեզ հետ խոսացել ենք, որ նյութական աշխարհում գերհոգին դա Գերագույն Աստծո անձնավորության ներկայությունն է ամեն կենդանիակի սրտի մեջ, որտեղից ինքը հետևում է բոլոր նրա համար տեքստը ասեց, որ գերհոգու, այսինքն նրա ով կենդանիակի բոլոր գործողությունների վկան է։ Ուրեմն հիմա պետք է հասկացողություն զարգացնենք, թե ինչ բավարարվածության մասին է խոսքը գնում, չէ՞։ Երբ որ խնդիր է, որ կենդանիակը ինքը այդ բավարարվածությունը գտնում է մի անձնավորության մեջ, որը իր բոլոր գործողությունների վկան է։ Հասկանում եք։ Այսինքն գերհոգին ինքը միայն наблюдатель։ Դիտորդ։ Ներողություն, բարերը մեկ կորում են, էլի։ Ուրեմն Գերագույն Աստծո անձնավորությունը գերհոգու տեսքով ինքը դիտորդ է։ Հիմա բոլոր կենդանիակները Գերագույն Աստծո անձնավորությունը նույնպես, չէ, իրանք որպես անձնավորություններ ունեն շատ կարևոր հիմք։ Այդ հիմքը իրականում հոգևոր աշխարհի, այսպես սյուներից են այդ երեք հիմքերը։ Որն է առաջի հիմքը։ Առաջի հիմքը դա ճշմարտությունն է։ Հոգևոր աշխարհում ապրող բոլոր կենդանիակները իրենք շահագրգռված են օբյեկտիվ ճշմարտության մեջ։ Ինչ է նշանակում օբյեկտիվ ճշմարտություն։ Տեսեք, եթե մենք հասկացել ենք, չէ, որ կոպիտ ասած, Աստված չի կարող չլինել, չէ, այսինքն որ այս նյութական աշխարհը մենք դա քննարկել ենք, չէ, հեղինակ չունենալու համար, չէ, չափից ավելի կարգավորված է։ Մենք երբեք բնության մեջ նույնպես երբեք չենք տեսնում այդպիսի process, չէ, որպեսզի քաոսից ստեղծվի համակարգ։ Արիացիներ իրենք ասում են, եթե մի թեթև մտածենք, չէ, կարելի է շատ արագ գալ այդ հասկացողությանը, որ ցանկացած համակարգ ինքը բանականության արդյունք է։ Եվ դա նշանակում է, որ նյութական աշխարհը, որը այդքան այդքան համակարգված է, ինքը ինչ-որ մեկի կողմից արարված է։ Այդ ժամանակ, ես այս թեման եմ շատ քննարկում, այդ ժամանակ մարդիկ իրենք բարձրացնում են այդ հարցը, չէ, որ այս անծայրածիր տիեզերքը ինչպես դա ինչ չափերի անձնավորություն պիտի լինի, որպեսզի ինքը արարեր այս աշխարհը։ Եվ ես միշտ բերում եմ մարդու եւ թղթի օրինակը։ Մեզանից ոչ մեկ չգիտի, թե այս թղթի մեջ գտնվող մոլեկուլներից կամ ատոմից որևիցե մեկի վրա կյանք կա, թե չէ։ Այ օրինակ ասենք, ենթադրենք, այ պատկերացրեք, որ մենք տիեզերքից ենք նայում, չէ՞,
Պատկերացրեք, ասենք մեր մոլորակի չափը ընդհանրապես կշիռը, թե ինքը իրանից ինչ է ներկայացնում, չէ՞, տիեզերքի համեմատ։ Դա այն նույն բանն է, ինչ որ այս թղթի մեջ իրենից ներկայացնում է որևիցե մի ատոմ։ Հիմա ես այդ մեջի ատոմի համար անսահման մեծ եմ, թե ոչ։ Անսահման մեծ եմ, չէ՞։ Բայց ասենք ձեր համար ես ընդամենը ձեր չափերը ունեցող սովորական մարդ եմ, ճիշտ է։ Դրա համար այդ գաղափարը, որ առաջ են քաշում աթեիստ, ասենք, անձնավորությունները, որ ինչպես կարող է անձնավորությունը արարել այս ամեն ինչը, ինքը իրականում ոչ մի բան չի էլի, լուրջ արգումենտացիա չունի, որովհետև կա այս համեմատությունը, հասկանում եք։ Եվ այո, փաստացի մեր մոլորակը ինքը բացարձակ չնչինություն է տիեզերքի համեմատ։ Եվ դրա համար, ասենք, այդ հարցը ինքը կարելի է մի կողմ դնել եւ նույնիսկ չքննարկել, չէ՞։ Այսինքն գոյություն ունի օբյեկտիվ ճշմարտություն։ Այդ ճշմարտությունը, այդ ճշմարտության տերը նա է, ով արարել է եւ հոգեվոր եւ նյութական աշխարհները։ Հասկանում եք։ Եվ այս հանգամանքը, չէ, ինքը ահռելի կարևորություն ունի։ Հիմա տեսեք, ամեն մի կենդանի էակ նյութական աշխարհում ունի իր սուբյեկտիվ ճշմարտությունը։ Եվ տեսեք, երբ որ մարդը ինքը պատրաստ չի, հոգին ինքը պատրաստ չի ընդունել կամ ընկալել բացարձակ ճշմարտությունը, չէ, ինքը միշտ այդ գաղափարն է առաջ քաշում, որ բացարձակ ճշմարտություն չկա, ամեն մեկը ունի իր ճշմարտությունը։ Ինչու՞։ Որովհետև այո, իհարկե, սովորական կենդանեակի ընկալումը ինքը շատ սահմանափակ է։ Եվ այո, իհարկե, ամեն մի կենդանեակ, որը ինքը փորձում է որևիցե մի բան գնահատի, չէ, ինքը հատկապես, եթե ինքը իր մեջ առաքինություն չի պարունակում, որտեղ առաքինի կենդանեակները իրենք գոնե իրանց նեղություն են տալիս, հետաքրքրվեն, չէ, ասեք, եթե ինչ-որ մի խնդիր կա, որ իրանք ուզում են հասկանալ, չէ, իրանք միշտ հետաքրքրվում են, չէ սահմանափակվում, ասենք, ինչ-որ մի ինֆորմացիայի աղբյուրից, իրանք տարբեր տեսակի տեսակետներ են ընդունում, այդ բոլոր տեսակետները քննարկում են իրենց մեջ եւ փորձում են լինել օբյեկտիվ։ Աստվածամերժության դարաշրջանում մարդկանց մեծամասնությունը, ինքը ինչպես դա մենք մշտական քննարկում ենք, գտնվում է տգիտության եւ կրքերի գոյավիճակի ազդեցության տակ։ Այդ տգիտության եւ կրքերի գոյավիճակի ազդեցությունը, չէ, դա ինքը չի թողնում կենդանեակին, որպեսզի ինքը ընդհանրապես, ինքը ասկի իր բնությունը այդպիսին է, որ իրան ճշմարտությունը չի հետաքրքրում։ Իսկ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը մշտապես կենտրոնացած է ճշմարտության թեմայի վրա։ Մշտապես, առանց ոչ մի բացառությունների։ Չկա այդպիսի վայրկյան, որպեսզի գերագույն Աստծո անձնավորությունը ինքը կենտրոնացած չլինի, այսպես էլի, իրական ճշմարտության վրա։ Հիմա հաջորդ որակը, որի վրա հենված է իրականում իրանության աշխարհը, չէ, դա արդարությունն է։ Այսինքն մինիմալ պլատֆորման, որը պետք է տեղի ունենա բազմազանության աշխարհում, որպեսզի այդ աշխարհում հնարավոր լինի ընդհանրապես որևիցե տեսակի երջանկություն, չէ, դա այն է, որ կենդանեակը ինքը պետք է հետաքրքրվի կամ շահագրգռված լինի արդարության թեմայով։ Հիմա գերագույն Աստծո անձնավորությունը նյութական աշխարհում, իսկ գերհոգին դա նյութական աշխարհի մարմնավորումն է։ Այսինքն դա նյութական աշխարհի կենդանեակներն են, որ մշտական ղեկավարության անհրաժեշտություն է առաջանում, չէ՞։ Ինչու համար, որովհետև սա նախանց հոգիների աշխարհն է։ Եվ եթե այստեղ գալիս են նախանձի հիմքը ունեցող կենդանեակները, դա միշտ նշանակում է, որ սա մի աշխարհ է, որտեղ ցանկացած կենդանեակ ցանկացած պահի իր ցանկացած ցանկությունը իրականացնելու համար
պատրաստ է ցանկացած քայլերի։ Հասկանում եք։ Եվ մենք երբեք չենք կարող, կոպիտ ասած, այսպես էլի, վերջնական կռահենք կամ համոզված լինենք, չէ՞, թե ասենք ազնվորությունը ինքը որ պահին ինչ նողկալի արարք կարող է կատարել ուրիշ կենդանիակների հանդեպ։ Հասկանում եք։ Եվ այդ հանգամանքը, չէ, ինքը ստիպում է Գերագույն Աստծո անձնավորությունը, այսպես պատկերավոր ասեմ, միացնել իր մեջ այդ արդարության սկզբունքը։ Հոգևոր աշխարհում այդ դիտորդի այդ դիտորդի անհրաժեշտությունը ինքը բոլորովին չկա։ Ինչու համար։ Որովհետև հոգևոր աշխարհում ապրում են կենդանի էակներ, որոնք իրանք հենված են մաքուր սիրո վրա։ Հասկանում եք։ Եթե իրանք հենված են մաքուր սիրո վրա, դա նշանակում է, որ իրանք իրար հետ շփվում են իրար հանդեպ սեր արտահայտելու համար։ Եվ որպեսի տեղի ունենա երանությունը, հատկապես Գերագույն Աստծո անձնավորության, ինքը չպետք է իմանա, թե կենդանիակները իրենք ինչ են մտածում նրա մասին, թե պատկերավոր ասած, վաղը ինչպես են արտահայտելու իրենց սերը Աստծո հանդեպ։ Հասկանում եք, չէ՞։ Իսկ նյութական աշխարհում, այն որ ասում են, մշտական աչք է պետք էլի, ասես աչքի տակ պիտի պահի Աստված նյութական աշխարհում ապրողներին, որովհետև իրանք այստեղ կարող են շատ ու շատ դաժան արարքներ կատարել, հատկապես նրանք, ովքեր որ տգիտության գոյավիճակի ազդեցության տակ են, որովհետև տգիտության գոյավիճակը դա նշանակում է, որ մենք գործ ունենք կենդանի էակի հետ, որը ինքը շատ վտանգավոր հակումներ ունի բռնության հանդեպ։ Հասկանում եք, սիրելիներ, չէ՞։ Ուրեմն, այս ամենը դառնում է պատճառ, չէ՞, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը հետևում է կենդանի էակներին այն սրտի մեջից։ Ինչու սրտի մեջից, ինչու ոչ արտաքինից։ Սրտի մեջից դա նշանակում է, որ ոչ միայն գործողություններն է տեսնում, ոչ միայն բառերն է լսում արտաբերված, այլ եւ տեղյակ է ներքին process-ներից։ Այսինքն թե կենդանի էակը ինքը ինչ է մտածում, թե իրան ինչ է դուր գալիս, ինչը դուր չի գալիս, ինչ արժեքային համակարգին է ինքը հետևում, հասկանում եք։ Եվ դրա համար մենք պետք է հասկանանք, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը հետևում է սրտի մեջից բոլոր կենդանի էակներին, որովհետև իրանք վտանգավոր կենդանի էակ, մենք բոլորս նյութական աշխարհում ապրողները, մենք վտանգավոր կենդանի էակներ ենք, մեզանից ինչ ասես կարելի է սպասել։ Հիմա սիրելիներս, չէ՞։ Ուրեմն եւ սա արդարությունը ինքը հաջորդ անհրաժեշտ պայմանն է, որը պիտի տեղի ունենա ընդհանրապես, որպեսզի հնարավոր լինի համընդհանուր երջանկությունը։ Հաջորդ սյունը, որը ինքը շատ կարևոր է, դա ուրեմն բարիությունն է։ Բարիությունը դա սիրո ամենահասարակ, առաջին արտահայտությունն է, հա, բարյացակամությունը, բարիությունը, դրանից ավելի ցածր դա կարեկցանքն է։ Ամենաառաջի, ոչ թե ամենացածր, որ ամենավատն է, հա, այլ ամենաառաջի զգացողությունը, որը կարելի է ունենալ այդ բարիության դաշտում, դա կարեկցանքն է, չէ՞։ Իսկ կարեկցանքը ինքը դրսևորվում է, ասենք, դժբախտության մեջ հայտնված կենդանի էակների։ Իսկ իմաստունը ինքը որպես դժբախտ տեսնում է բոլոր նյութական աշխարհում բոլոր ապրող կենդանի էակներին, անկախ նրանից, թե իրանք ով են, ինչ են, որ գոյավիճակի ազդեցության տակ են գտնվում, նույնիսկ առաքինության գոյավիճակի ազդեցության տակ գտնվող կենդանի էակները իրենք կարեկցանքի են արժանի, որովհետև արժևորում են իրենց նյութական գոյությունը։ Եվ այսինքն հաջորդությունը դա բարիությունն է։ Այդ կարիքը, որ եթե աշխարհը ինքը բարիություն չունի իր մեջ,
Հասկանում եք, այդ աշխարհում մարդիկ չեն կարող լինել երջանիկ, որովհետև եթե կա արդարությունը, որը ինքը առանց բարիության է, չէ՞, դա շատ արագ, այդպիսի արդարությունը շատ արագ վերածվում է չարդարացված դաժանության։ Հասկանում եք։ Հիմա, սիրելիներս, ուրեմն գերհոգին ինքը օբյեկտիվ ճշմարտությունն է տիրապետում եւ այդ պատճառով միշտ ճիշտ են կալում ցանկացած իրավիճակ եւ արդար որոշումներ է ընդունում։ Գերհոգու արդարությունը կարող են ընկալել միայն եւ միայն այն անձնավորությունները, որոնք հասկանում են վերածննդի գաղափարը, ոչ թե հավատում են, այլ հասկանում են վերածննդի գաղափարը։ Եթե մենք չենք ընդունում, ես սա միշտ ասում եմ, եւ դուք էլ ինքներդ եք կարող եք այդ հարցի շուրջ մի քիչ մտածել եւ համոզվել, եթե չի ընդունվում վերածննդի գաղափարը, ընդհանրապես հնարավոր չի բացատրել այս աշխարհի իրականությունները։ Չէ, հնարավոր է, բայց այդ դեպքում ուրեմն արդարություն, բարիություն այդպիսի թեմաները ընդհանրապես խոսակցության մեջից դուրս են գալիս, չէ՞։ Միայն վերածննդի գաղափարն է, որը ինքը ցույց է տալիս, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը միշտ այն դրանից առաջ պատճառ ունի ձևավորված, որով այս կյանքում կենդանեակին կարող է տալ ոչ բարենպաստ ճակատագիր։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն նրանք, ովքեր որ գիտելիք են զարգացնում, կենդանեակների հոգեբանության, նրանց արարքների եւ այլնի վերաբերյալ նյութական աշխարհում, իրաց ներքին որակների, այդ իրական գիտելիքը, չէ, իրական իմաստությունը ինքը ոչ թե բերում է նրան, որ մենք բարի ենք դառնում այս աշխարհի հանդեպ, ինչպես շատերը մտածում են, այլ ուղղակի հակառակը։ Իրական իմաստությունը ինքը բերում է նրան, որ մենք հրաժարվում ենք այս աշխարհից եւ սեփական նյութական մարմնից եւ ուրիշների մարմինների հանդեպ որևիցե կապացություն զգալու հակումից։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Ուրեմն այս տեսանկյունից, չէ, մենք բան ենք անում, պետք է հասկանանք, որ հրաժարումը ինքը, մենք խոսացել ենք սրա մասին, ինքը առաջին քայլն է, որտեղ կենդանեակը ինքը հոգևոր արդյունք է ստանում։ Հիմա, ինչպես ես ասեցի, այս տեքստում, մեր այսօրվա առաջի տեքստում խոսքը գնաց արդեն զգայարանները բավարարվելու մեջ։ Սա արդեն նշանակում է, որ կենդանեակը ինքը ոչ թե միայն արդարությունն է տեսնում Աստծո, որովհետև միայն արդարությունը հրաժարման է բերում այս աշխարհից։ Այսինքն, որ կենդանեակը ինքը հասկանում է, որ Գերագույն Աստծո անձնավորությունը այս աշխարհում ամեն ինչը ճիշտ է անում։ Հա, եւ եթե ինքը ամեն ինչը ճիշտ է անում, ուրեմն այս աշխարհը իր հունով գնում է եւ ոչ մի կարիք չկա, որպեսզի, ասենք, ես խառնվեմ այս աշխարհի մեջ բարիությամբ կամ չգիտեմ, աշխարհը իր հունով գնում է։ Եվ ես միշտ ասում եմ, իրական հոգևոր մարդը ինքը երբեք չի փորձում փոխի այս աշխարհը։ Ինքը այս աշխարհից հեռանում է։ Հա, ինքը երբեք չի փորձում նյութական աշխարհը դարձնել հոգևոր։ Ինքը շատ լավ հասկանում է, որ դա հնարավոր չի, որ նյութական աշխարհը ինքը նախատեսված է բացարձակ ուրիշ հոգիների համար, եւ հոգեբանական այն հիմքը, որը ունեն նյութական աշխարհում ապրողները, ընդհանրապես ոչ մի հնարավորություն չի տալիս նյութական աշխարհը դարձնել հոգևոր։ Հիմա ինչ բավարարվածության մասին է այստեղ խոսքը։ Որպեսզի մենք հասկանանք, թե այստեղ ինչի մասին է խոսքը, չէ՞, մենք պետք է հիմա մի հատ նորից վերադառնանք մտքի, բանականության եւ կեղծեսի ֆունկցիաների մեջ։ Միտքը, որտեղ այստեղ խոսեց զգայարանների բավարարվածության, չէ՞։ Զգայարանները իրենք ընկալում են արտաքին աշխարհը։ Ընդ որում դա այդպես է եւ հոգեվոր մարմնի համար եւ նյութական։ Զգայարանները ընկալում են արտաքին աշխարհը։ Միտքը ինքը առաջի ռեակցիայով անմիջապես, ուրեմն, բան է անում, ձևավորում է
դուրս եկավ, դուրս չեկավ։ Այսպես մի անգամից առաջի հայացքից։ Մենք այդպես էլ ասում ենք, չէ՞, այ առաջի հայացքից դուրս չեկավ։ Այ պիտի լսեի, չէ՞, բաներ կան, չէ՞։ Հիմա տեսեք, այ որ միտքը ինքը անմիջապես ձևավորում է դուրս եկավ, դուրս չեկավ բանը, չէ՞։ Հետո այդ դուրս եկավ, դուրս չեկավը գնում է բանականությանը։ Բանականությունը, մենք սա քննարկել ենք բազմիցս, համապատասխան իր մեջ գտնվող արժեքային համակարգի գնահատում է այդ դուրս եկավ, դուրս չեկավ։ Եվ ասում է ճիշտ է, սխալ է կամ պետք է, ուղղ պետք չի, այդ տեսանկյունից է գնահատում, չէ՞։ Հիմա, եթե ինքը դրական եզրակացություն տվեց, այսինքն բանականությունը ասեց ճիշտ է եւ պետք է, չէ՞։ Միտքը ասում է, ուրեմն ես սա ուզում եմ։ Այ երբ որ ինքը ասում է ես սա ուզում եմ, ինքը անմիջապես պլանավորում է, թե ինչպես իրականացնի այդ ցանկությունը։ Օրինակ ասենք ես սա ուզում եմ եւ սա կարողանամ ձեռք բերեմ։ Չէ՞։ Հիմա, այ երբ որ միտքը ինքը ձևավորեց, ես սա ուզում եմ, ինքը սկսում է պլանավորել գործողություններ, որոնք նպաստում են, որպեսզի այդ ցանկությունը իրականացվի։ Այսա դարձավ իմ իրը։ Ես սա ուզում էի։ Հա՞։ Ինչ տեղի ունեցավ։ Իմ զգայարանները սկսում են բավարարվել նրանից, որ ես տիրում եմ այս իրին։ Իմ աչքերն են հաճույք ստանում իրան տեսնելուց, հա, որ ասենք ես նայում եմ իրան եւ մտածում եմ, այո, ես հիմա հաճույք եմ ստանում, որ այս իրը ինձ է պատկանում, չէ՞։ Իմ ձեռքերն են շոշափելիքն է հաճույք ստանում, այսինքն իմ բոլոր զգայարանները հաճույք են ստանում, երբ որ ես հպվում եմ այս իրի հետ, հենց այդ տեսանկյունից, որ ես, ասենք, ձեռք բերեցի իրան։ Հիմա, տեսեք, այստեղ ասվում է, երբ կենդանի էակի զգայարանները բավարարվում են գերհոգու մեջ, բավարարվում են գերհոգու մեջ, չէ՞։ Հիմա, գերհոգին ինքը եւ հատուկ շեշտվեց բոլոր կենդանի էակների գործողությունների վկայում։ Հա՞։ Ինչ է սա նշանակում։ Որ երբ որ կենդանի էակը ինքը գիտակցում է, թե ով է գերհոգին, հասկանում եք, այ որ ինքը դա խորքային գիտակցում է, ինքը գիտակցում է, թե ինչքան արդար է գերհոգին։ Եվ տեսեք, ամեն տեսակի լարվածությունը կենդանի էակի սրտի մեջ, որը վերաբերվում է արդարության թեմային, միանգամից թուլանում է այդ լարվածությունը, որովհետև կենդանի էակը ինքը պարզ տեսնում է, թե ինչքան որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը միշտ արդարության հետևից գնացող է, այս կյանքում, մյուս կյանքում, 10 կյանք հետո, ընդհանրապես ոչ մի կապ չունի, մենք պիտի հասկանանք, ես նույնիսկ ասում եմ եւ հիմա էլ կասեմ, ես պնդում եմ, որ իրականում եթե անձնավորությունը ինքը մեղավոր գործողություն է կատարել եւ ռեակցիան ստանում է անմիջապես, ինքը պիտի հասկանա, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը հատուկ ողորմածություն է ցուցաբերում այդ կենդանի էակի հանդեպ, հա, որովհետեւ երբ որ կենդանի էակը ինքը անմիջապես է իր պատասխանը ստանում, չէ, ինքը հնարավորություն է ստանում գնահատել, որ ես սա արեցի, սա ստացա։ Հասկանում եք, չէ՞։ Բայց եթե ինքը ժամանակի մեջ է պատասխանը տալիս, չէ՞, կենդանի էակը ինքը կարող է չընկալել, ինքը կարող է մոռանալ իր արարքները, որտեղ կենդանի էակը ինքը հակում ունի արդարացնել ինքը իրան եւ մոռանալ իր վատ արարքները։ Չէ՞։ Եվ ասենք, այն անձնավորությունը, որը ինքը հասկացավ գերհոգում, 12-րդ տեքստը, չէ՞, արդեն ճանաչում է գերհոգուն, որովհետև իմաստություն, այսինքն գիտելիք է ձեռք բերել, գերհոգու կողմից տրված գիտելիքն է ընկալել եւ ընդունել, չէ՞։ Այդպիսի անձնավորությունը ինքը հաստատվում է, հասկանում եք, հաստատվում է գերագույն Աստծո անձնավորության արդարության եւ նրա բարիության մեջ։
ինքը պարզ տեսնում է, թե ինչ մակարդակի արդար է Աստված եւ ինչ մակարդակի բարի է ինքը։ Իսկ երբ որ ինքը տգիտության մեջ է, ինքը գերագույն աստվածավորությունը մշտական մեղադրում է բաների մեջ, որ իրականում Աստված չի անել։ Կենթանիակները իրենք միշտ Աստծուն են մեղադրում այն բաների մեջ, որ իրանք են անում իրար հանդեպ, եւ Աստված այնտեղ ոչ մի կապ չունի։ Հասկանում եք։ Հիմա տեսեք սերիներս, չէ՞։ Ուրեմն, ինչ է նշանակում հիմա զգայարանը բավարարվում է Աստծո մեջ, երբ որ կենթանիակը ինքը հաստատվում է այդ հասկացողության մեջ, որ գերհոգին ինքը բացարձակապես բան է, ասեք, բացարձակապես արդար եւ բարի անձնավորություն է, չէ՞։ Այ հիմա լինել իր հետ ներդաշնակության մեջ, որտեղ ասվեց բավարարվում է նրա մեջ, այլ լինել իր հետ ներդաշնակության մեջ, չէ՞, դա այո, միշտ վերջնակետում բերում է նրան, որ կենթանիակը ինքը հնարավորություն է ստանում, այսպես ասեմ, վայելել իր գոյությունը։ Մենք պետք է հասկանանք, որ հոգևոր աշխարհը դա մի աշխարհ է, որտեղ բոլոր կենթանիակները վայելում են իրենց գոյությունը։ Համաձայն եք։ Հասկանում եք, եւ սա ինքը շատ կարևոր թեմա է։ Հիմա, եւ ինչ է նշանակում հիմա լինել ներդաշնակ։ Լինել ներդաշնակ դա միշտ նշանակում է, որ կենթանիակ ինքը ստույգ հասկանում է, թե ինքը ինչ որ մի վիճակում, հա, ինչու է հայտնվել։ Ինչու է իրան տրված, ասենք, այդ անձնավորությունները որպես շրջապատ, ինչու է ինքը ծնվել որոշակի դարաշրջանում, հասկանում եք, այդ բոլոր գործոնները, չէ, իրանք խոսում են դրա մասին, թե, ասենք, այդ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ինչպես է մտածում այս կենթանիակը, ինքը ինչպիսի ճակատագիր պիտի ունենա, չէ, իսկ ճակատագիրը դա միշտ նշանակում է, թե ինքը որ կենթանիակների հետ ինչ հարաբերություններ պիտի ունենա եւ այդ հարաբերություններում արդյոք կկատարի իր պարտականությունները, թե ոչ։ Եվ եթե կենթանիակը ինքը կատարում է այդ պարտականությունները, որոնք իրանք կոչվում են բարոյականության կանոններ, իրականում, չէ՞։ Այ եթե կենթանիակը ինքը խորասուզվում է բարոյականության կանոնների մեջ, կատարում է այդ կանոնները, չէ՞, ինքը իրականում իր գործողություններով մտնում է առաջին ներդաշնակությունը, մտավ ներդաշնակության մեջ, գերագույն Աստծո ազնվորության հետ։ Եթե ինքը գնահատում է այն ամենը, ինչ գնահատում է գերագույն Աստծո ազնվորությունը, չէ, ինքը բանականության մակարդակի մտավ ներդաշնակության մեջ եւ այսպես իրականում վերջնական ներդաշնակությունը դա նա է, որ գերագույն կենթանիակը ինքը այնպիսին է գնահատում գերագույն Աստծո անձնավորությունը, որ գալիս է այն եզրակացության, որ ինքը միակ անձնավորությունն է իրականում, որը արժանի է կենթանիակի 100%-անի ուշադրության։ Ինչու՞։ Որովհետև ինքը այն անձնավորությունն է, որը երբ որ մեր հետ շփվում է, միշտ բոլոր պարագաներում շահագրգռված է մեր երջանկության մեջ։ Նյութական աշխարհում, հատկապես աստվածամերժության դարաշրջանում, չէ, կենթանիակներ իրենք իրանց ուշադրության կենտրոնում կարող են պահել անձնավորությունների, որոնք բանից բացի, ասեք, հիասթափություններից եւ դժբախտությունից ու ցավից բացի ուրիշ ոչ մի բան վիճակի չեն տալ հարաբերությունների մեջ։ Սա շատ կարևոր նրբություն է, հա? Եվ ուրեմն տեքստը ինքը նկարագրեց այդ process-ը, որ ուրեմն կենթանիակը ինքը միաձուլվում է Տիրոջ հետ, երբ որ իր ազգայարանները բավարարվում են գերհոգու մեջ, այսինքն երբ որ կենթանիակը ինքը պարզ տեսնում է, որ գերհոգին ինքը իր բոլոր գործողությունների, բոլոր մտքերի, բոլոր զգացմունքների, բոլոր պլանների, բոլոր ամբողջ արժեքային համակարգի տեսնողն է։ Ինքը այդ ամենը պարզ տեսնում է, չէ՞։ Եվ
կենդանիակը ինքը այդտեղ ընկալում է, որ գերհոգին ինքը արդարության և բարիության մեջ հաստատված անձնավորություն է։ Հա, հիմա տեսեք, եւ հաջորդ տեքստով արդեն ուրեմն բանը անունը մոռացա, բանը Վիդուրան Մայտրեյան, հա, կներեք, միշտ ուրիշ Միտրա է գալիս ուղերից։ Մայտրեյան ինքը ուրեմն հիմա բացատրում է հաջորդ հարցը, չէ՞, որ կենդանիակները ասվեց, որ տառապանքներից բոլոր տառապանքները ավարտվում են նրա համար, ով որ հասնում է այդ վիճակին, չէ՞։ Հիմա ինչ է նշանակում տառապանք։ Այստեղ հիմա սա է, չէ՞, թեման, որովհետև իրականում այդ տառապանքը կոչվածը, չէ, ինքը միշտ չի, որ բան էլի, ոնց ասեմ, միշտ չի, որ օբյեկտիվ է, չէ, տեսեք, ասենք, նույն իրավիճակը, չէ, օրինակ ասենք, ինչ-որ մի ազնվորություն, ինքը կարող է, ասենք, շատ սենտիմենտալ բնություն ունենալ, չէ, և չափից ավելի մեծ կապվածություն ունենալ, օրինակ այս առարկայի հետ, բաժակի հետ։ Եվ եթե հանկարծ այս բաժակը ընկնի եւ ջարդվի, չէ, ինքը կարող է, նո, այդպես մոտավորապես մի 2-3 օր հա տառապի, թե ինչու բաժակը ջարդվեց, ախր ես այդ բաժակը սիրում էի, այդ բաժակը այսինչի նվիրած բաժակն էր, ինձ չեմանը ինչ էր հիշացնում, ես հիմա են, չէ։ Եվ դրանից սարքի մի ամբողջ պատմություն։ Եվ իր համար դա լինի ռեալ տառապանք։ Մի ուրիշը, որը ինքը պրագմատիկ բնություն ունի, չէ, ինքը այդ նույն բաժակը, որը նույն կերպ իրան ինչ-որ մեկը նվիրել է, կարող է շատ թանկ ազնվորություն է նվիրել, չէ, եթե այդ բաժակը ընկնի եւ կոտրվի, ինքը շատ հանգիստ, առանց ոչ մի տառապանքի եւ ողբի մեջ մտնելու, հանգիստ այսպես հասուն, նո, այսպես պատկերավոր ասած, մեծ մարդուն հարիր, տրամադրության մեջ կընկնի, որ հա դե, հա, ափսոս է, որ հիշատակ էր, լավ կլիներ, եթե մնար, բայց ընդհանրապես բաժակ է։ Հա, եւ բաժակը չի որ պիտի ինձ օգնի, որ ես ինչ-որ մեկին հիշեմ։ Ես առանց բաժակի էլ հիշում եմ։ Հա, եւ շատ հանգիստ այդ բաժակը հավաքի տանի թափի։ Այսինքն թե մարդիկ այդ որտեղ մարդիկ իրանք ինչ-որ մի բանից կենդանիակները նյութական աշխարհում ինչ-որ մի բանից տառապանք են զգում, չէ՞։ Դա շատ սուբյեկտիվ է։ Նույնիսկ այնքան ծայրահեղ սուբյեկտիվ է, որ ասենք ինչ-որ մեկի համար երեխայի կորուստը կարող է, ես չգիտեմ, աշխարհի ամենամեծ տառապանքը լինի, չէ՞։ Այո, իրականում, եթե վերցնենք, եթե մարդը ինքը, այսպես էլի, նորմալ բնություն ունի, եւ իր մեջ, ասենք, ոչ թե միայն իր սեռական պատկանելիության գիտակցությունն է աշխատում, այլև ծնողական բնազդն է բարձր դրված, չէ՞, ապա իհարկե այդպիսի անձնավորությունների համար տեսնել իրենց երեխայի օրինակ մահը դրանից ավելի սարսափելի բան չկա, չէ՞։ Եվ իրանք այո, կարող են, եթե իրենց երեխային կորցրել են ավելի շուտ, քան իրենք, կարող են ինքնասպան լինել ընդཐུպ միջև, չէ՞, իսկ եթե նույնիսկ ինքնասպան չեն լինում, շատ հաճախ ողբում են այդ կորուստը միջև իրենց կյանքի վերջը։ Եվ այդպես էլ միջև կյանքի վերջ չեն կարողանում լիաթոք ոչ ուրախանան, ոչ ժպտան, այսինքն իրենց ամբողջ կյանքը այդ դրանից հետո ներկած է լինում այդ երեխայի կորուստի ողբով, ողբի գույնով, չէ՞։ Եվ հակառակը, այս աշխարհում կան մարդիկ, որոնք իրենք հակառակը երեխային են ընկալում որպես տառապանք, չէ՞, եւ որպեսզի իրենք կարողանան վայելեն իրենց գոյությունը, իրենք շատ հանգիստ խղճով տանում են եւ իրանց երեխաներին թողնում մանկատներում։ Հասկանում եք, այսինքն ուզում եմ ասեմ, որ երբ որ տեքստը ինքը ասում է, որ ազատվում է տառապանքներից, տառապանքը լինում է երկու տեսակի՝ օբյեկտիվ տառապանք եւ սուբյեկտիվ։ Հիմա, իսկ օբյեկտիվ տառապանքը դա այն տառապանքն է, որը իմ ներքին վերաբերմունքից կախված չի։ Հասկանում եք։ Եթե իմ հանդեպ օրինակ կիրառվում է բռնություն, չէ՞, ես օբյեկտիվորեն տուժում եմ։ Մարմինս ֆիզիկապես տուժում է։ Եվ դա օբյեկտիվ ցավ է, օբյեկտիվ տառապանք է։
Հասկանում եք, անկախ նրանից, թե ես իմ ներսից նրան ոնց եմ վերաբերվում։ Մարմինը միևնույնն է ցավում է։ Չէ՞։ Այսինքն արտաքին աշխարհից, ներքին աշխարհից գոյություն ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ տառապանք։ Սրա մասին է խոսքը։ Հիմա, երբ որ տեքստը ինքը ասում է, որ ազատվում է տառապանքներից, չէ, առաջի հերթին դա նշանակում է, որ այ շտկվում է ընդհանրապես, առաջի հերթին շտկվում է ինքը կենթանի էակի վերաբերմունքը, թե ինքը ընդհանրապես ինչից է, որ իրան թույլ է տալիս, որ ինքը տառապի։ Չէ, տեսեք, նույնիսկ հոգեբանները ինչ են անում իրանք։ Նույնիսկ իրանք, չէ, միշտ օգնում են մարդուն, որպեսզի մարդ ինքը վերանայի այն հանգամանքը, թե ինքը ինչքանով է այս կամ այն երևույթը համարում, այսինքն հավերժ տառապանքի արժանի։ Չէ՞։ Եվ այո, իհարկե, մարդը ինքը պետք է կարողանա, հատկապես եթե ինքը առաքելության գոյավիճակի բարձրանում, ինքը պիտի կարողանա ինչ որ տառապանքներ կան, որ ինքը պետք է կարողանա իր մեջ մի թեթև արժեզրկի, այսինքն չչափազանցնի, որպեսզի կարողանա շարունակել ապրել։ Չէ՞։ Հիմա, այո, որ կենթանիակը ինքը բավարարվում է գերագույն աստվածավորության մեջ իր ամեն ինչով, թե ինքը ինչ է տեսնում, ինչ է հասկանում, ինչ է լսում, ինչ է շոշափում, այսինքն այդ գերագույն աստվածավորության կերպարի հետ կապված եւ այլն, չէ՞։ Եվ որ իր զգայարանները բավարարվում են գերագույն աստվածավորության մեջ, ինքը շատ խիստ վերանայում է ընդհանրապես, թե իրեն այն միջև այդ պահը ինքը ինչ երևույթներից կարող էր իրան թույլ տալ տառապել։ Սա մի տառապանքն է, որը վերացվում է այս process-ին հետևելու ընթացքում։ Հաջորդ տառապանքը դա օբյեկտիվ տառապանքն է։ Այսինքն դա այն է, ինչը որ անկախ մեր վերաբերմունքից կոչվում է տառապանք։ Եվ այստեղ Մայտրեյան ինքը ասեց, որ նրանք ովքեր խորասուզվում են գերագույն աստվածավորության մեջ, չէ, իրենք ազատվում են այդ տառապանքներից։ Այսինքն այդ երկու տեսակի տառապանքներից։ Ներքին, թե ես ինչից եմ տառապում, դա եմ վերանայում եւ այդտեղ իրականում 80%-ով վերանում են կետերը, որոնց ես ընկալում էի առաջ որպես տառապանք, հետո էլ չեմ ընկալում որպես այդպիսինը, հա, եւ մնում է հաջորդ հարցը, որ ես կարող եմ շրջապատված լինել կենթանիակներով, որոնք ինձ տառապանք են պատճառում, չէ՞, եւ մենք տեսնում ենք, որ աստվածաբեժության դարաշրջանում այդպիսի հարաբերությունները իրենք հազվագյուտ չեն։ Եվ շարունակար Ռիշին ինքը հենց դրա մասին խոսեց, չէ՞, ամենասկզբում։ Ինքը ամենասկզբում խոսեց դրա մասին, որ երբ որ մենք նայում ենք ապագայի մեջ, մենք տեսնում ենք, որ այդ ապագայում ապրելու են կենթանիակներ, որոնք էլեմենտար հարաբերություններ չեն կարողանալու իրար հետ պահպանել։ Եվ իրանք մշտական գտնվելու են այդ կշտվածության, ինչ-որ վեճերի, իրարից դժգոհության, մենակության, չգիտեմ ինչ, այսինքն բացասական հարաբերությունների մեջ կամ ունենալու են այդ կաչելյաները։ Այսօր շատ լավն են հարաբերությունները, վաղը երկու անգամ ավելի վատը։ Հասկանում եք, չէ՞։ Եվ շարունակար Շինիկ ասես մենք դա ենք տեսնում։ Հիմա այ մենք աշխատաստվածամեժության դարաշրջանի ապրողներ ենք։ Եվ որ իրանք ես որոշեցի դառնամ հոգևոր մարդ, զբաղվել հոգևոր կյանքով։ Սկսեցի աշխատել, որպեսզի զարգացնեմ առաքելությունը։ Հա, հրաժարվեցի իմ սրտում բոլոր կապվածություններից ու ատելություններից։ Սրտիս մեջ հաստատեցի խաղաղությունը։ Հա, բայց շրջապատված եմ օրինակի համար, էլի, այդպես չի իմ կյանքում, բայց օրինակի համար շրջապատված եմ շատ վատ անձնավորություններով, որոնք ինձ մշտական տառապանք են պատճառում։
այն անշնորհակալ լինելուց մինչև ամենակոպիտ տառապանքները։ Չէ՞։ Հիմա տեսեք, եթե ես հասուն հոգևոր մարդ չեմ, չէ՞, ես օրինակ կան սիտուացիաներ, որպեսզի տառապանքը իմ կյանքից հեռանա, Գերագույն Աստծո ազնվորությունը իմ կյանքից պիտի հեռացնի նրանց, ովքեր որ ինձ տառապացնում են։ Բայց ես այդ կենցանեակներին կապված եմ։ Եվ եթե ես դեռ հասուն հոգևոր մարդ չեմ, չէ, ես իմ մեջ պատրաստ չեմ այդ կապերը զիջել, այսինքն թույլ տալ Գերագույն Աստծո ազնվորությանը, որ ինքը այնպես անի, որ այդ կենցանեակները ուղղակի չքվեն իմ կյանքից։ Եվ իրանց չքվելուց հետո ես դա ընկալեմ որպես Աստծո ողորմածություն։ Սովորաբար, չէ, սկսնակ հոգևոր մարդիկ իրենք այլ պատկերացում ունեն։ Իրենք կարծում են, որ եթե իրենք զբաղվում են հոգևոր կյանքով, չէ, իրենց շրջապատի մարդիկ պիտի փոխվեն Աստծո կամքով, այսինքն Աստված պիտի գա, մի հատ փայտիկ ձեռքը, գիշերը քնելուց, կպտի դրա գլխին, ասի վաղվանից դու լավ մարդ ես։ Ինչու՞, որովհետև քո կողքինը հոգևոր կյանքով է զբաղվում եւ ինքը արժանի է, որ դու լինես լավ մարդ։ Այդպիսի process գոյություն չունի։ Հասկանում եք։ Այդպիսի process գոյություն չունի։ Գոյություն ունի ուրիշ process, որ այո, իհարկե հոգևոր մարդը ինքը հոգեբանությամբ իր մեջ փոխվում է։ Եվ այո, իհարկե, եթե հարաբերությունները վատ են, դա նշանակում է, որ երկուսն էլ ինչ որ լուբա ունեն այդ վատի մեջ։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ երբ որ ազնվորությունը ինքը հոգեբանության հիմքի վրա, թե հոգևոր կյանքի հիմքի վրա փոխում է իր ներքին աշխարհը, չէ՞, դա կարող է ինչ որ ազդեցություն թողնել հարաբերությունների վրա եւ հարաբերությունները կարող են լավանալ։ Դա ուրիշ process է։ Հասկանում եք։ Բայց որ այդ երբ որ տառապանքը վերանում է, մենք հիմա սա ենք չէ քննարկում, որ տառապանքը վերանում է։ Եվ ինքը շատ կարևոր օրինակ բերեց։ Ասեց ինչպես զարթնացողի ինչպես մի մարդու համար, որը քնից զարթնեց։ Տեսեք, նորից արիացիները պնդում են, որ կենդանեակի նյութական գոյությունը դա պատրանք է, այսինքն քնած վիճակի երազն է։ Չէ՞։ Հիմա տեսեք, այդ ինչ է նշանակում, որ նա ով որ ինքը բավարարված է Գերագույն Աստծո ազնվորության մեջ, այդ դաշնակցության մեջ իր հետ, չէ՞։ Ինքը հենց այդ տեսանկյունից է ազատվում տառապանքներից, որովհետև իր հոգևոր գիտակցությունը զարթնում է եւ ինքը պարզ տեսնում է, որ ինքը այդ յութական աշխարհում նույնիսկ այդ իր մարմնի հետ ոչ մի կապ չունի։ Հասկանում եք, ոնց որ մարդը ինքը կապ չունի իր հետ, ինչ որ ինքը տեսնում էր իրան երազում։ Ուղղակի կապ չունի եւ վերջ։ Հա, հիմա տառապանքը միանգամից վերացավ թե չէ։ Վերացավ, չէ։ Մենք ինչու ենք տառապում, որովհետեւ մենք այս աշխարհը եւ մեր մարմինը այս աշխարհում ընկալում ենք որպես միակ ճշմարտություն։ Չենք խառնում ցավի հետ։ Շատ հաճախ մարդիկ իրենք մտածում են, որ ազատագրված հոգիները կամ մաքուր նվիրալները, հա, իրանք պետք է ցավ չզգան, եթե իրանք չեն իրականացրել են, որ իրանք այս մարմինը չկաչեն։ Այդպիսի process գոյություն չունի։ Ուզում ես եղի ազատագրված, ուզում ես եղի մաքուր նվիրյալ, նյութական աշխարհը շարունակում է ապրել իր կանոններով։ Եվ դու, ասենք, մաքուր նվիրյալ ես, թե ազատագրված հոգի ես, թե պայմանավորված հոգի, երեքդ էլ միանման օգտվում եք նյութական մարմնից։ Իսկ նյութական մարմինը ինքը ունի իր բնութագրերը եւ բանելի այդ որ ինքը գործում է, այդ գործելու իր օրինաչափությունները։ Հասկանում եք, չէ՞։ Եվ նյութական մարմինը ինքը այդպես է սարքած,
որ իր մեջ կա դերվի համակարգ, նյարդային համակարգ, չէ՞։ Եվ նյարդային համակարգը ինքը գոյություն ունի, որպիսի ուղեղին ցավի իմպուլս տալով, չէ, զգուշացնի։ Սա պաշտպանողական բանի համար է, չէ՞, բادرած, որպիսի ինքը զգուշացնի, որ մարմնի հետ ինչ-որ կատաստրոֆիկ վատ բան է կատարվում։ Եվ այդ ժամանակ մենք ուժեղ ցավ ենք զգում։ Հասկանում եք, ուրեմն անկախ նրանից, թե մենք ով ենք, այսինքն ինչպես ենք վերաբերվում այս մարմնին, որտեղ այ կախված նրանից, թե մենք ով ենք, մենք տարբեր ձևով ենք վերաբերվում այս մարմնից, չէ՞։ Պայմանավորված հոգիները իրենք մտածում են, որ իրանք այս մարմինն են եւ ընկալում են, որ սա մարմինը իրենց սեփականությունն է։ Հենց իրանք էլ այս մարմինն են, չէ՞։ Ազատագրված հոգիները եւ գերագույն աստվածավորության մաքուր նվիրալները իրենք գիտակցում են, որ իրանք այս մարմինը չեն եւ գիտակցում են, որ օգտագործում են այս մարմինը։ Հա? Բայց դա չի նշանակում, որ ինքը մարմինը ցավ չի զգում։ Այդ ցավ չի զգում, այդ վիճակին կարողանում են հասնեն յոգերը։ Այսինքն այն ազնվորությունները, որոնք ինքնակառավարման վարժություններ են կատարում։ Եվ իրանք կարող են հասնել, ասենք, այնպիսի աստիճանի, որ կարող են ջուրը եռացնել եւ այդպես բլթացող եռացող ջրի մեջ ձեռքերը մտցնել եւ ոչ թե մենակ ցավ չզգան, այլ իրենց ձեռքերը չայրվի։ Հասկանում եք, չէ՞։ Այդ իրանք կարող են, բայց այդ մնացած բոլորը, բայց ասես որ անկեղծ լինեմ, Աստծո մաքուր նվիրալները իրանք երբեք այդպիսի բաների վրա իրենց ժամանակը չեն կորցնում, հասկանում եք։ Միշտ հիշեք, երբ որ կենթանի էակը ինքը իր հոգևոր ճանապարհի, իր հոգևոր էտապի համապատասխան ձեռքբերումները դարձնում է շոու, հասկանում եք։ Միանգամից պիտի հասկանանք, որ ինքը այն կենթանեակն է, այսպես ասեմ, որը հոգևոր կյանքում գնում է ցանկացած փուլի նյութական արդյունքների հետևից։ Եվ այդ նյութական արդյունքները օգտագործում է որպես իր հպարտանալու կետ։ Ուրիշ ոչ մի բան։ Հասկանում եք, սիրելիներս։ Սա ինքը իրականում ահավոր կարևոր բան է։ Ահավոր կարևոր կետ է։ Հիմա, այսինքն այդ, երբ որ մենք ասում ենք, որ տառապանքից ազատվում է, դա չի նշանակում, որ մարմինը դառնում է անզգա։ Սա շատ կարևոր կետ է, որտեղ շատ մարդիկ իրենք շատ սխալ պատկերացումներ ունեն այս կետում, չէ՞։ Եվ ուրեմն տեքստը ինքը խոսած դրա մասին, որ այն երազի պես, այսինքն ինքը հիմա խոսում է այն վիճակի մասին, որտեղ կենթանիակը որպես հոգի զարթնում է։ Ինքը զարթնում է, երբ որ ինքը բավարարված է, հասնում է այդ վիճակին, որ բավարարված է գերագույն Աստծո ազնվորության մեջ, չէ, ինքը այդտեղ նյութական աշխարհից բացարձակապես իր գիտակցությունը փոխվում է եւ ինքը կենտրոնանում է Աստծո վրա, չէ։ Այդ ժամանակ, երբ որ կենթանիակի գիտակցությունը ինքը լրիվ փոխվեց նյութական աշխարհից, չէ, կենթանիակը ոնց որ քնից զարթի, չէ։ Դրա համար իմ հոգևոր ուսուցիչը Բաքսիրոնոտ Տակուրը, երբ որ ինքը աղոթում է, աղոթք ունի այդպեսին, որտեղ ինքը, ասենք, ամեն քարյակի վերջում այդ նախադասությունով է դիմում կենթանիակներին. «Հեյ դու զարթնիր հոգի»։ Հա, հասկանում եք։ Այսինքն արիացիները իրանք համառորեն պնդում են, որ կենթանիակի նյութական գոյությունը դա կենթանիակի երազն է։ Հիմա, սիրելիներս, եւ ուրեմն հաջորդ խնդիրը, հաջորդ թեման, որը քննարկվեց, չէ, դա արդեն այն 14-րդ տեքստն էր, որտեղ հիմա այդ գտնվել մեջը սկսվել մանրացվում է, չէ, որ գերագույն աստվածավորության մեջ նրա հետ ներդաշնակության հետ մտնելու համար բավարար, անհրաժեշտ եւ բավարար պայման է, եթե կենթանիակը ինքը գովերքում է գերագույն աստվածավորության անունները, եթե նա ուսումնասիրում է Աստծո կերպարը, նրա գործունեությունը, նրա բնավորությունը,
թե ինչպիսի հարաբերություններ է Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը կառուցում, չէ՞։ Եվ իհարկե, երբ որ կենթանիակը ինքը, որտեղ տեսեք, ոնց ասեմ, այն նյութական աշխարհում, չէ՞, կենթանիակը ինքը դառնում է տխուր։ Եթե դուք ուշադրություն դարձնեք, չէ, նույնիսկ էլ ամենաուրախ վիճակում կենթանիակը միևնույն է տխուր է։ Ինչ տխրության մասին է խոսքը։ Այդ դա է, որ կենթանիակը ինքը անջատվեց Գերագույն Աստծո ազնվորությունից, չէ, այսինքն ինքը անջատվեց իր քոքից։ Եվ երբ որ կենթանիակը ինքը գալիս է նյութական աշխարհ, ինքը նյութական աշխարհում իրականում մշտական ման է գալիս այդ իր քոքը։ Եվ հիմա տեսեք, չէ, այստեղ հիմա ասվեց, որ այն ազնվորությունը, որը իրանք այդ գործողություններով են զբաղված, այսինքն զբաղված են գործողություններով, որտեղ փորձում են ճանաչել Աստծուն ավելի ու ավելի լավ, չէ՞, իրանք այսպես բանի պես նյութական աշխարհի տառապանքներից ազատվում են։ Ինչու՞ համար, որտեղ իրանք պարզ ընկալում են, որ իրանք այս նյութական աշխարհից չեն, եւ որ այդ մարմինը, որի մեջ իրենք գտնվում են, դա ինչ-որ նպատակներով մարմին է, կամ ճակատագիրը իրականացնելու մարմին է, կամ հոգևոր միսիա կատարելու մարմին է, կախված նրանից, թե մաքուր նվիրյալը ինքը ինչ տրամադրություններ ունի, չէ՞։ Եվ ուրեմն Մայտրեյան ինքը հարց տվեց, հա, ինչ կարելի է ասել նրանց մասին, որոնց մեջ արթնացել է Տիրոջ լոտոսային ոտաթաթերի անուշաբույր փոշուն ծառայելու ձգտումը։ Չէ, տեսեք, մենք ձեզ հետ անցյալ անգամ խոսեցինք, չէ, որ այս ծառայելու մեջ լոտոսային ոտքերին ծառայելը ինքը նախասկզբնական ծառայությունն է իրականում, չէ։ Եվ հատուկ նշվեց, որ հատուկ համ կա այդ Գերագույն Աստծո ազնվորության ոտաթաթերի մեջ, եւ կենթանիակը, որը ինքը կարողանում է կենտրոնանալ Գերագույն Աստծո ազնվորության ոտաթաթերի վրա, չէ, իր մեջ ցանկություն է առաջանում Գերագույն Աստծո անձնավորությանը ծառայել։ Այսինքն ինքը ռեալ քայլ է կատարում դեպի Աստված, այն ներդաշնակությունը վերականգնելու, որը իր եւ Աստծո միջև պիտի լիներ, իսկ որն էր այդ նախասկզբնական ներդաշնակությունը, որ կենթանիակը համաձայն է այդ Տերի հետ, որը իրեն տրամադրված է հոգում հոգևոր աշխարհում։ Հասկանում եք։ Եվ հիմա այսպես ներքևից զարգանալով կենթանիակը գալիս է իր առաջի քայլը։ Ինքը արդեն ցանկություն ունի։ Հա, ցանկություն ունի կատարել Գերագույն Աստծո անձնավորության ցանկությունները։ Մենք դա անցյալ անգամ քննարկեցինք, չէ՞։ Եվ դա ինչի մասին է խոսում։ Դա խոսում է նրա մասին, որ եթե նույնիսկ ինքը Գերագույն Աստծո անձնավորությունը չի տեսնում, բայց կարդում է այն գրականությունը, լսում է այն մաքուր նվիրալներին, որոնք իրենք շփվում են Աստծո հետ, չէ՞։ Եվ երբ որ անձնավորությունը ինքը շփվում է այն գրքերի կամ անձնավորության հետ, որոնք իրանք ճանաչում են Աստծուն, չէ, եւ ներկայացնում են Աստծուն այնպես, որպեսզի կենթանիակը ինքը կարողանա դրական զգացմունքներ ունենալ Աստծո հանդեպ, ոչ թե հորինում են, որ լավ լինի, այլ հակառակը կենթանիակները իրանք վատ են մտածում Աստծո մասին եւ այդպիսի անձնավորությունները իրանք հոգ են տանում, որպեսզի կենթանիակը ինքը ճիշտ մտածի Աստծո մասին, ճիշտը տեսնի Աստծո մասին, չէ։ Երբ որ կենթանիակը ինքը այդ ճիշտը տեսնում է, իր մոտ այդ ցանկությունն է առաջանում կատարել Գերագույն Աստծո անձնավորության ցանկությունները։ Հասկանում եք։ Հիմա երբ որ կենթանիակը ինքը ծառայի դիրքն է ընդունում Գերագույն Աստծո անձնավորության հանդեպ, չէ, եթե ես պատկերավոր ասեմ, այդպիսի նվիրալին Գերագույն ծառա չոքերի վրա կանգնած է, այդպիսի անձնավորությանը Գերագույն Աստծո անձնավորությունը մոտենում է, բռնում է արմունկներից եւ ասում է վեր կաց։ Արի ընկերություն անենք։ Այդ 9 ծառայություններ, որը մենք ձեզ հետ անցյալ անգամ նկարագրեցինք, դա հենց դրա մասին էր։
անում եք սերինդներ, չէ՞։ Եվ ուրեմն այստեղ գալիս է այդ վերջնական իրավիճակը, որտեղ կենդանիակը ինքը, ասենք, այն անձնավորությունները, որոնք իրանք արդեն այդ գերագույն աստվածնավորության կամքը կատարելու բան ունեն, ցանկություն ունեն, չէ՞, իրանք ընդհանրապես այդ տառապանք, բան նյութական աշխարհի այդ բոլոր ալիքները, երևեջները եւ այլն արդեն ընդհանրապես այդպիսի ազնվորությանը ներքին աշխարհում ուրեմն չեն ուզում։ Բայց իրենք շատ լավ գիտակցում են, որ գործ ունեն պայմանավորված հոգիների հետ, որոնց համար միակ իրականությունը դա նյութական աշխարհն է, չէ՞, եւ դրա համար իրանք փորձում են նյութական աշխարհի համար երևալ բարի, իմенно նյութական մարմինների համար լինել բարի, որպեսզի կենդանիակները իրենք փափկեն, որտեղ եթե իրենք ռեալ գիտակցեն, որ մաքուր նվիրալը եկել է միայն հոգին փրկելու եւ իրականում ինքը ոչ մի տեսանկյունից ոչ մի զգացում չունի կենդանիակի նյութական մարմնի հանդեպ, բացի կարեկցանքից, չէ՞, բայց կենդանիակը երբ որ իրեն նույնացնում է նյութական մարմնի հետ, այս նյութական մարմինը իր բոլոր խնդիրներով կենդանիակի համար շատ կարևոր է եւ ինքը երբեք չի հանդուրժի այդպիսի իրականություն, որպեսզի ինչ-որ մեկը անտարբերություն ցուցաբերի իր նյութական գոյության հանդեպ։ Դրա համար մաքուր նվիրալները շատ հաճախ իրենք ստիպված են լինում ներկայանալ որպես նյութական աշխարհի բարի սենտիմենտալիստներ, հա, որպեսզի կենդանիակները իրանք փափկեն եւ ուշադիր լսեն իրականում արդեն այն տրանսցենդենտալ գիտելիքը, որը իրանք այդ պահին ներկայացնում են։ Եվ այսօր այսքանը, սա էլ 13 եւ 14-րդ տեքստերի հետ վերաբերյալ։ Ես այս շաբաթվա 2 օրվա բացը կլրացնեմ շաբաթ եւ կիրակի օրը դասախոսություններ կկարդամ եւ ամսի 28-ին կդադարեցնենք մեր քննարկումները եւ մինչեւ Հիսուս Քրիստոսի ծնունդը եւ նրա հաջորդ օրը մեռելոցի օրը։ Այն որ դրանից հետո, անմիջապես դրանից հետո մենք նորից կվերականգնենք մեր հանդիպումները։ Իսկ այսօր այսքանը, սիրելիներս, մտածեք այս թեմաների շուրջ, որպեսզի լինեք ռեալ առաստված գնացողներ։ Հաջողություն։